Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես, որ ոլորտների ինֆորմացիան է նեգատիվ ազդեցություն ունենում հանրության վրա, տրամադրելով պետության և կառավարության դեմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում մի րոպե մի բան ասեմ խորագրով գրառում է արել գիծ տեսանյութով։ Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես եկավ զեկույցով այն մասին, որ իրենց երկրում դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով, պարզելու համար, թե որ ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա նրանց տրամադրելու պետության և կառավարության դեմ, և պարզվել է, որ դրանք 4 ոլորտներն են. առաջինը ազգայնությունը կամ ազգայինությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը և դրա այլընտրանքային մեթոդները և չորրորդը դավադրությունները։ Ինձ թվում է պարզ է, թե առակս ինչ է ցուցանում, և հաջորդ հետևությունն այն է, որ մեր հանրությունը այնուամենայնիվ շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից։ Պատիվ ունեմ խմբակցություն առաջարկել է հայտարարության տեքստ, որում արձանագրված փաստերը հայտնի են բոլորին, պարզապես այդ հայտարարության մեջ դրանք կրճատ շարադրված են։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասել է խմբակցության ղեկավարը։ Հայկ Մամիջանյանը նշել է, որ իմպիչմենթի գործընթացը չէ, այն ընթանում է իր հունով և այլ գործընթաց է։ Սա հայտարարություն է, որն արձանագրել է մեր երկրում արտաքին քաղաքական և ներքաղաքական, նաև անվտանգության խնդիրները, ասել է Մամիջանյանը։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա պարզաբանել է, ինչ է ենթադրում հայտարարությունը։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, բոլորը տենց հերոսաբար փորձում են ապացուցել, որ սա իմպիչմենթի գործընթաց չի, մենք ի սկզբանե ասել ենք, որ սա իմպիչմենթի գործընթաց չի, սա հայտարարության տեքստ է։ Եվ հենց դրա վերաբերյալ, պարոն Մամիջանյան, այստեղ էլ հիմնական չէ, բայց այսպես բարբերաբար հնչող մտքերից մեկը հենց դա է, թե ինչու ոչ իմպիչմենթի նախագիծ է։ Մեծ սիրով եւս մեկ անգամ պատասխանեմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով իմպիչմենթի գործընթաց կարելի է մուտք անել 36 ստորագրությամբ, որից հետո 72 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ, քվեարկվում եւ բացասական քվեարկվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կես տարով ստանում է իմունիտետ։ Մենք նման բան թույլ տալ չէինք կարող, մենք չէինք կարող նմանօրինակ կարճատես, անհեռատես քայլ անել եւ մուտք անել 36 ստորագրությամբ մի փաստաթուղթ, այնտեղ էլ 72 ժամյա ռեժիմով նույնիսկ եթե արկա լինեին ՆՔՊ-ականները անհրաժեշտ թվով, որոնք միանալու են, իրենց նկատմամբ ռեպրեսիվ մեխանիզմը սկսելու էր աշխատել։ Ոչ, հարգելի գործընկերներ եւ քաղաքացիներ, մենք ընտրել ենք պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհը, մինչև չլինի 54, մենք այդ թուղթը մուտք չենք անելու, այսինքն վերաձևակերպեմ, մուտքը թուղթ անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու, որովհետև անհրաժեշտ է լինելու 54 ձայն, իսկ այդ 54-ը արդեն ստորագրած են լինելու։ Հա, սա է մոդելը։ Շատ են տալիս այդ հարցը, թե երբ, ինչու, ինչքան ժամանակ, այդ հարցը ճիշտ ասած առավել քան զարմացնում է, որովհետև մենք բոլորս ենք տեսնում ամեն օր ինչեր է տեղի ունենում, ինչ դարձելի սխալներ, ձախողումներ, բացթողումներ են տեղի ունենում։ Հետևաբար րոպե առաջ, օր առաջ։ Ժողովրդում անիստա։ Այս պահին Հովիկ Աղազարյանի հետ բանակցություններ ընթանում են, սա մեկ, բովանդակության մասին բացարձակ չեմ մեկնաբանում, ընթանում են։ Ինչ վերաբերում է հիմա քանի ստորագրություններ կան, ձևաթուղթը փոխանցված է Հայաստան խմբակցության մեր գործընկերներին, իրենց ստորագրությունները այդ ձևաթղթի տակ դնելու համար։ Շարունակենք, քաղաքապետը հայտարարել է, որ գնունու շուկայի հարակից տարածքում փողոցին ոչ հարիր վիճակից պետք է ձերբազատվել օր առաջ։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին տարածքում իրականացված աշխատանքի համար, իսկ պատասխանատուներին հանձնարարել հնարավորին չափ սեղմ ժամկետում բարեկարգման նախագիծ իրականացնել։ Առանձին հատվածներում դեռ կրպակներ կան, որոնք իրավական որոշակի կարգավիճակ ունեն։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել գնունու շուկայի հարակից տարածքում իրականացված ձեր աշխատանքի համար, ձեր վարչության աշխատանքի համար, մեր գործընկերների, ովքեր որ մասնակցել են, եւ պարոն Պետոյանն էլ արդեն իսկ խնդրել եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բարեկարգման նախագիծ այդտեղ իրականացնի, այնտեղ ունենք մի քանի առանձին հատվածներում դեռևս գտնվող կրպակներ, որոնք որ իրավական որոշակի կարգավիճակ ունեն, բայց այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ այդ իրավիճակը տվյալ տարածքում պետք է փոխվի եւ այդ փողոցին ոչ հարիր կներեք այդ փնթի վիճակից մենք պետք է ձերբազատվենք օր առաջ։ Քաղաքապետը խոսել է նաև օդի որակի մասին, նշել, որ նոյեմբերին խնդիրներ են առաջանալու եւ այս առումով անելիքներ կան։ Տիգրան Ավինյանը նաև կառուցապատողներին զգուշացրել է շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցեր չտեղադրելու դեպքում միլիոններ են վճարելու, անցնելու են կտրուկ մեթոդների։ Եթե դու այդ ցանցերը չես քաշում, մոտավորապես 70,000 դրամ ես վճարում։ Դու գանք, ճիշտ եմ, պարոն Ղուկասյան։ Այո, պարոն Քարոզյան։ Հիմա շատերը մտածեցին, վայ դե ինչ մի տենց այդ 2 միլիոն, 3 միլիոն կամ 4 միլիոն դրամ ծախսը անեմ, այդ ցանցերը քաշեմ, փոշու հետ կապված խնդիրները լուծեմ, հենա կվճարեմ այդ 70,000 դրամ։ Հարգելիներս, ես ձեզ վստահեցնում եմ, դուք հարյուրավոր, միլիոնավոր դրամներ եք վճարելու անպատասխանատու վերաբերմունքի համար։ Ես ձեզ դա վստահեցնում եմ։ Այն ավականու որոշումը, որ այս դեկտեմբերին կընդունվի, ուղղակիորեն ազդելու է ձեր ֆինանսական վիճակի վրա։ Եվ այն տուրքերը, որոնք որ դուք ստիպված կլինեք վճարել, չպահպանելով Երևանի ավականու կայացրած որոշումները, վստահորեն շատ եւ շատ ֆինանսական բարդություններ կարող են առաջացնել։ Հրդեհ Երևանի Արմենակյան փողոցի հյուրանոցներից մեկում փրկարար ծառայություն նախազանգստացել է կեսօրին։ Հրդեհը բռնկվել է նկուղում կամ մեկ տուժած նա տեղափոխվել է բուժկենտրոն։ Այրվել է մոտ 4 խորանարդ մետր պահեստավորված գորգ։ Հյուրանոցի շենքից տարհանվել է 30 քաղաքացի։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հյուրանոցի պահեստ եւ խոհանոց։ Եկամուտների հայտարարագրման գործընթացը կպարզեցվի, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է հայտարարել։ Ըստ նրա, եթե քաղաքացին գտնում է, որ պետեկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկությունից բացի որևէ այլ եկամուտ չունի, ինքը կարող է պարզապես մուտք չգործել համակարգ, ինչից հետո վերջնաժամկետից նոյեմբերի 1-ից հետո կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված է ու հանձնված, որը տեսանելի է եղել Պեկին։ Եթե քաղաքացին գտնում է, որ պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի, այսինքն աշխատավարձեր, նման այլ եկամուտներ, ինքը որևէ այլ եկամուտ չունի եւ փաստացի ավելացնելու բաներ չունի, ինքը կարող է պարզապես մուտք չգործել անգամ այդ համակարգ եւ վերջնաժամկետից հետո, այսինքն նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը անգամ համակարգ մուտք չի գործել եւ հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է եղել։ Այսինքն դրա համար չլրացնելու համար հայտարարագիրը որևէ էական չէ, պատասխանատվություն չի լինի։ Իհարկե, սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը հստակ գիտի, որ ինքը ունի եկամուտներ, որոնք պետական եկամուտների կոմիտեին հասանելի չէին, եւ ինքը դա պետք է հայտարարել, եթե ապագայում պարզվի, որ եղել են նման եկամուտներ եւ քաղաքացին չի լրացրել դրանք, ապա դրա համար արդեն անկախ հայտարարման համակարգից որոշակի պատասխանատվություն բնականաբար կա, որը եւ պահպանվելու է։ Զուգահեռաբար ինչ են կարել, քանի որ հայտարարագրերը պետական եկամուտների կոմիտեն ինքնաշխատ է լրացնելու, ինչպես այժմ մենք պետական եկամուտների կոմիտեի գործիքակազմն ենք ավելացնում եւ հնարավորություն ենք տալիս, որպեսզի ավելի շատ ինֆորմացիա ստանա եւ կարողանա ավելի ամբողջական լրացնել հայտարարագրերը։ Եվ այն քաղաքացիները, որոնք ամեն դեպքում մուտք կգործեն համակարգ եւ իրենք կլրացնեն հայտարարագիրը, իրենց դեպքում էլ լրացուցիչ օգնական ֆունկցիա կլինի, այսինքն եթե քաղաքացին իր համաձայնությունը հենց նույն համակարգում տա, ապա պետական եկամուտների կոմիտեն կարող է տվյալ քաղաքացու
ավանդներից ստացված եկամուտների տվյալները բանկից ստանալ եւ նույնպես ինքնաշխատ լրացնել։ Եթե չտա համաձայնությունը, ապա դա չի կատարվի եւ քաղաքացին ինքը կփորձի այդ տվյալները ստանել եւ ինքնուրույն այդ ամեն ինչ անել։ Այս ֆունկցիան արվում է մարդկանց կյանքը ավելի հեշտացնելու համար։ Շաքիի ջրվեժը գունավորող անձը հայտնաբերվել է, ավելի վաղ հաղորդվել էր ջրվեժում կազմակերպված միջոցառման դեպքով բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։ Պարզվել է, որ Սիսյանի բնակիչը Շաքիի ջրվեժի տարածքում ջենդեր փարթիի ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառած վնաս։ Քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։ Եվ այսպես վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ հղել։ Կարևորելով Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացումը, վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել այդ գործում Ռուսաստանի նախագահի անձնական ներդրումը։ Ինչ ստացավ Հայաստանը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման ռիսկերի, նաև ներքաղաքական հարցերի մասին է խոսել երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, մեր երկիրը ստացել է ոչինչ, փոխարենը պրոբլեմներ։ Ներքաղաքական ու արտաքին հարցեր, ռիսկեր ու մարտահրավերներ, ասուլիսը տևել է մի քանի ժամ։ Ընտրական կանխատեսումներ է արել Ռոբերտ Քոչարյանը, խորհրդարան անցնող ուժերի թվում տեսնում է Հայաստան դաշինքն ու Սամվել Կարապետյանի ուժը։ Քոչարյանն անդրադարձել է նաև հարցին, ինչու չի ընդունում վարչապետի հետ բանավիճելու առաջարկը։ Նայեք, Միացյալ Նահանգները շատ կոնկրետ ստացել են Միջանցքի վերահսկողություն, ապագայում ձևավորվող Միջանցքի վերահսկողություն, ստացել են Իրանի հետ սահման փաստացի վերահսկողության հնարավորություն Հայաստան-Իրան սահմանը եւ երրորդը դա Նոբելյան մրցանակի ներկայացումն է Միացյալ Նահանգների նախագահի։ Ինչ է ստացել Ադրբեջանը։ Ստացել է Միջանցքի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքով, ստացել է Մինսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում։ Շատ կոնկրետ։ Հիմա ինչ է ստացել Հայաստանը։ Անկեղծ ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որևէ կոնկրետություն, թե ինչ է ստացել Հայաստանը։ 0 Միայն պրոբլեմներ, որոնց մասին ավելի ուշ կասեմ։ Եվ վերջապես ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Դու այստեղ կա շատ կոնկրետ բան, ինչ ստացել է Հայաստանի վարչապետը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամպի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Հիմա չոր մնացորդում իրականում սա է։ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև հայտնի Պրիվետ Ռոբ արտահայտության համար Պողոս Պողոսյանի սպանությանը։ Ասել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 40 րոպե անց, ինքն այլևս սրճարանում չի եղել։ Դեպքի մասին իմացել է առավոտյան։ Չի էլ լսել արտահայտությունը, նաև պատասխանել է հարցին, չի վախենում արդյոք բանդում հայտնվել։ Ես ինչ որ բանից վախեցող մարդու տպավորություն եմ թողնում ձեր մոտ։ Եթե այդպես է, ես կամ ինձնից պիտի ինքս հիասթափվեմ, կամ ձեզնից երևի առիթ չեմ տվել նման կերպ մտածելու։ Իդեպ դուք հիշեցրեցիք այդ դեպքը 2001 թվականին։ Նայեք, դուք գիտեք որտեղ եմ ես եղել, երբ այդ դեպքը կատարվել է։ Ես որտեղ եմ եղել։ Վկա, որ ըստ ասում եք, որ պարոն Քոչարյանը այնտեղ է։ Ես մեր տունն եմ եղել։ Ես չգիտեմ ինչ վկա եմ ով գտել, դեպքը կատարվել է այդ սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո, 35-ից 40։
Դա քրեական գործում է։ Եվ ըստ էության իմ թիկնազորը, նախագահի թիկնազորը այլևս այդ սրճարանը, այսպես ասենք, պահպանող օբյեկտ չէր։ Ես այնտեղ չէի։ Ես դեպքի մասին իմացել եմ առավոտյան։ Առավոտյան են ինձ զեկուցել։ Պրիվետ ռոբ արտահայտությունը ես չեմ էլ լսել։ Ես չեմ լսել։ Ուղղակի հիշեցնեմ նաև մեր հանրությանը Շարլ Ազնավուրի այցն էր Հայաստան, եւ մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացրել այդտեղ, մենք մտնելուց ոտնկայից մարդիկ ծափարում էին, դուրս գալուց ես ընդհանրապես չգիտեի թե ինչ է ընդ կատարվել։ Խոսքը նրա մասին էր հետագայում ինձ իհարկե զեկուցել են, որ ինչ-որ մի քիչ քեֆ ավելի լավ վիճակում, ինչ-որ վիճաբանություն ա եղել թիկնազորի մեկի հետ, մեկի հիմա չեմ էլ ուզում այդ անունները տալ։ Եվ դրա արդյունքում ինչ-որ կոպիտ ասած ռազմորկա եղավ իրար հետ եւ այդ միջադեպը կատարվեց։ Հիմա եթե դա համեմատում ենք այդ Շարասյան հղի կնոջ սպանելու, մոտով անցնելու, սենց նայելով, չկաղնելու, չօգնելու, նույնիսկ Շարասյան բժիշկին չթողելու տեղի մասում ոնց կարակ համեմատենք։ Համեմատության ուղղակի եզրեր չկա։ Հիմա ինչ վերաբերում է պատկերացրեք գիտեք, նույնիսկ տարօրինակը ինձ ասում են պրիվետ ռոբ։ Մերս էլ է ինձ ռոբ ասել միշտ։ Բելան, տիկին Բելան ինձ ռոբ ասում տունը։ Ես խի պիտի դրանից նեղանամ։ Ինչ հասկանում եք, ես իմ մանկական ընկերները սաղ ինձ ռոբ են ասում։ Ում հետ դպրոց կամ ինչ-որ միտեղ համասարան եւ այլ պոլիտիկ։ Հիմա չի հայհոյել, բան չասելա պրիվետ ռոբ։ Ու ես դրանից պետք է նեղանամ, լավ, այդ աբսուրդը կամ հիմարությունը շատ կներեք, բայց մի բառեր կօգտագործեմ, այդ էշությունը տարածում ստացավ։ Ասուլիսի ընթացքում վարչապետն է գրառում կատարել, դուք եռյակով ասեք, բանավեճի գալու եք, թե ոչ, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը դիտելու ժամանակ չի ունեցել երրորդ նախագահը։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է Սերժ Սարգսյանի գործով նիստը։ Լրագրողները մի քանի հարց են ուղղել Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ընտրական կանխատեսումների վերաբերյալ։ Հարցին, եթե իմպիչմենթի գործընթացը չհաջողվի, ՀՀԿ-ն կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, մանավանդ որ նախորդ արտահերթ ընտրություններին էլ էր ՀՀԿ-ն դեմ։ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դեռ ժամանակ կա եւ լրացուցիչ կհայտարարվի այդ մասին։ Անկեղծ ասած ժամանակ չեմ ունեցել դիտելու մամլո ասուլիսը, համար չեմ կարող որևէ կարծիք հայտնել։ ՀՀԿ-ն կմասնակցի պարոն Սարգսյան ամեն դեպքում։ Եթե իմպիչմենթը չհաջողվի։ Տեսնենք իրավիճակից առաջ դերևս չեմ ուզում իրավիճակություններ անել, բայց մենք ժամանակին կհայտարարենք մասնակցելու կամ չմասնակցելու մասին։ Պարոն նախագահ, Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցը շատ պարզ ներկայացրեց, Ալմատայի հռչակագրին հողում է կատարում, ասում է 91 թվականից այս հարցը լուծված է։ Այդ ձեր բանակցային գործընթացում առհասարակ Ալմատայի հռչակագիրը ինչ դերակատարություն է ունեցել եւ ինչ այդքան պարզ էր։ Զրոյական։ Նույնիսկ ադրբեջանցիները չէին համարձակվում այդպիսի արգումենտ բերել։ Բա որ այն ժամանակից ամեն ինչ որոշված էր։ Բա ինչի՞ է Մինսկի խումբ ստեղծվել, ինչու համանախագահները, 3 համանախագահները 5 անգամ հայտարարել են, թե ինչպես գործընթաց կլինի։ Բա որ լուծված էր։ Լավ, մենք շահագրգիռ ենք բանակցությունների մասնակցելու։ Ադրբեջանական կողմը ինչ էր գալիս մասնակցել։ Քանի որ նախագահ Քոչարյանը ինչպես սկսեց իր պատասխանային հարցից, որ իր մոտ ոչինչ չի փոխվել, նախորդ դիրքորոշումները ես մեկնաբանել եմ, չեմ կարծում, որ նոր մեկնաբանության կարիք կա։ Մենք մեր խոսքի տերն ենք, մենք մեր գործընթացի տերն ենք, այս պահին հիմնական շեշտադրումը անկախ падգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է կենտրոնացած, իսկ այդ ընթացքում թե մեր գործընկերներից ով ինչպես կաջակցի, դա կտեսնենք բոլորս եւ հանրությունը նույնպես։
Շարունակենք, Փարաքար խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի։ Հավաքանին համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանի մահից հետո արտահերտ նիստում Օնիկ Ախվերդյանին է ընտրել։ Քաղաքացիական պայմանագիր եւ ազգային առաջընթաց խմբակցությունները չեն մասնակցել։ Միայն միասնություններ թեկնածու առաջադրել։ Հավաքանու նիստը մեկնարկել է 1 րոպե լռությամբ ի հիշատակ սպանված համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի։ Լրագրողների հետ զրույցում նոր համայնքապետը պատասխանել է հարցին, արդյոք հնարավոր է համայնքում լարվածությունը նվազեցնել, ինչ քայլեր են ձեռնարկվում եւ ինչու մյուս խմբակցությունները չեն մասնակցել ընտրությանը։ Գործընկերներն էլ մտահոգություններ ունեն սպանության լիարժեք բացահայտման ուղղությամբ։ Տենց են գտել ճիշտ, տենց են արել, ես ոչ մեկ էլ ոչ մի խնդիր չունեմ։ Այսինքն բոյկոտ չեք ընկալում։ Ուղղակի քանի որ պարզեր որ դրվելու է։ Այ երևի չեն ուզեցել։ Պարոն Ախվերյան, ինչ ծեծկրտուք է եղել երեք։ Ես տեղյակ չեմ։ Չէ, բա այսինքն ինչպես տեղյակ չեք։ Հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմա է, դուք էլ ընտրվել եք այստեղի համայնքապետ, մի քանի օր առաջ ընդամենը այստեղ սպանություններ եղան Մերձավանում, առհասարակ այս մարզում։ Մամուլը գրում է, որ Վալուդիա Գրիգորյանի եւ Ախտոյանի թիմակիցների միջև ծեծկրտուք է եղել։ Կոնկրետ մամուլը դուք եք հենց, ճիշտ կնի իրավապահ մարմիններից է, սա ճիշտ է, տեղեկությունները հստակ հիմա համայնքում ինչու հնարավոր չի լինում հանգուցալուծել եւ ձեր կարծիքով իրավապահները պատշաճ իրականացնում են իրենց գործառույթը եւ եթե իրականացնեն հնարավոր կլիներ խուսափել ողբերգական միջադեպից։ Երևի դուք ձեր տված հարցին պատասխանեցիք էլի։ Մեր թիմի մոտ որևէ լարվածություն, որևէ խնդիր չկա, իհարկե մտահոգությունները բավականին մեծ են նաեւ համայնքի բնակիչների։ Ծանր է իհարկե Վալոդիա Գրիգորյանի բացակայությունից հետո աշխատել, բայց նաև այն ծրագրերը, այն գաղափարները, որ ուներ Վալոդիան, դա մեզ պարտավորեցնում է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ։ Ամբողջ թիմը, կուսակցությունը նոր համայնքի ղեկավարի կողքին է եւ համայնքի բնակիչներին տրված բոլոր այն խոստումները, այն սպասումները, որ նրանք ունեն, իրականացվելու են։ Տեղյակ չեմ, իրավապահ մարմինների աշխատանքն է դա, այդ տեսանկյունից այս պահին մեկնաբանություններ չունեմ։ Տեղյակ չեմ ճիշտ ասած։ Այսինքն եղել է Գրիգորյանի թիմակիցների եւ Ախտոյանի։ Տեղյակ չեմ, տեղյակ եմ այնքանով ինչքանով մամուլ, տենց ինչ որ էական միջադեպ ամեն դեպքում համայնքի բնակիչների հետ առավոտյան զրուցելուց չեմ տեղեկացվել, այս պահին որովհետեւ լարվածություն չկա, բնական է որ ինչ որ անձանց մոտ կարող է ինչ որ էմոցիոնալ ինչ-որ վարքագիծ դրսևորվի, բայց իհարկե համայնքի մթնոլորտը ծանր է Վալոդիա Գրիգորյանի կորստից հետո, բայց այն տպավորությունը, որ ինչ-որ երկու կողմերի մեջ ինչ-որ լավ, նախ երկու կողմ հասկացությունը մի քիչ տես չափազանցրած է, առավելևս Մերձավան համայնքում Վալոդիա Գրիգորյանի նրա ընտանիքի, նրա թիմի հեղինակությունը այնքան բարձր է, որ տենց ինչ-որ թիմեր ասելու կարիք չկա, այնտեղ էլ եւ 25 թվականին եւ 21 թվականին 80%-ից ավել ձայն ենք հավաքել, հետաբար այդ ինչ որ ներթիմային լարվածության մասին խոսք չկա, կարող է գյուղում ինչ որ անհատներ կան, որ այլ վարքագիծ են դրսևորում, հույս ունեմ, որ իրավապահ մարմինները դրանով կզբաղվեն։ Անհետ կորած ինձարայողի հարազատ Արսեն Ղուկասյանը դատարանի որոշմամբ 1 ամսով կալանավորվել է։ Քննչական կոմիտեն է հայտարարել, մանրամասնելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հարուցվել է հանրային քրեական հետապնդում խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Հիշեցնեմ, սեպտեմբերի 29-ին Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առիթով ձերբակալվել էին անհետ կորած անձանց հարազատներ։ Նրանք հանդիպում էին պահանջում Պաշտպանության նախարարության մի քանի պաշտոնյայի հետ, այդ թվում այժմ ծառայության մեջ չգտնվող, չէին համաձայնել պաշտպանական գերատեսչության առաջարկներին, որից հետո վիճակը լարվել էր։ Գերատեսչությունն էլ հայտարարել էր, որ նշված օրը ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր էին նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան ծառայողների գործողությունները շարունակել էին մնալ հարգալից։ Եվ այսպես վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է համաշխարհային դարպասներ միջազգային երկրորդ համաժողովին։ Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։
Մինչև այդ վարչապետը ներկա է եղել քննչական կոմիտեի ծառայողի օրվա նվիրված հանդիսավոր նիստին։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին և բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ Վարչապետի խոսքով քննչական կոմիտեում, ինչպես նաև բոլոր մնացած ոլորտներում կա մեթոդաբանական խնդիր, այն է հասնել իդեալական վիճակի։ Պետք է որոշ բաներ փոխվեն, քանի որ այդ իդեալի ձգտման ճանապարհին մեծ է հիասթափության և հուսահատության հավանականությունը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրավապահների մեծագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլև կանխումն ու նախականխումը։ Այս համատեքստում նա անդրադարձել է Փարաքարի դեպքերին։ Վերջում մի շարք ծառայողներ պարգևատրվել են վարչապետի շնորհակալագրերով, հուշամեդալներով և նվերներով։ Կյանքը ունի իր տրամաբանությունը և իր կանոնները և իդեալի ձգտումը ինչով է վտանգավոր, որ այդ իդեալի ձգտման ճանապարհին շատ արագ երբեմն և շատ մեծ է հավանականությունը, որ վրա է հասնում հիասթափությունը և հուսահատությունը, որը պրոբլեմ է, հետո այդ ամեն ինչից վերադառնալը ինքը շատ ավելի ջանք և էներգիա է խլում և ես ընդհանրապես վերջին շրջանում սկսել եմ մտածել, որ այս մեթոդաբանության մեջ մենք պետք է որոշակի բաներ փոխենք, որովհետև իդեալի եւ այս հուսահատության կամ հիասթափության այս տրամաբանությունը ինքը 360 աստիճանի այդ շրջանին է նման, որտեղ 0-ն ու 360 աստիճանը ըստ էության շատ մոտ են իրար եւ այնտեղից այնտեղ երբեմն շատ արագ են անցում կատարում, բայց ես ուզում եմ ասել ինչ կապ ունի սա օրվա հետ, որովհետև իհարկե մենք այն որ քննչական կոմիտեի եւ ընդհանրապես իրավապահ համակարգի զարգացման համար չասեմ բոլոր հնարավոր ջանքերը, բայց այնուամենայնիվ ինչ որ հասու է եղել, ինչ որ հնարավոր է եղել, հələ դեռ նույնիսկ մի բան էլ ավելին այն տրամաբանության մեջ, որ դիտարկելի է կամ համեմատական այլ համակարգերի հետ, մենք ներդնել ենք, բայց երբեմն լինում են իրադարձություններ, դեպքեր, որոնք ուղղակի հուսահատության են հասցնում եւ դու ինքդ քեզ հարց ես տալիս, ասում ես, բայց ինչի է սա տեղի ունենում, ինչու է դա տեղի ունենում, ինչն ենք մենք սխալ արել, որ դա տեղի է ունեցել։ Ես անկեղծ ասեմ, երբ որ առաջի անգամ ես տենց բան իմացել եմ, դա ինձ համար տենց առանց չափազանցության շոկ ա եղել, որ կարա օրինակ քրեական գործ լինի, որը այս տարիներով ընդհանրապես ոչ մի գործողություն չարվի, ընդհակառակը միտեղ գցած լինի, որ հələ բոլորը մոռանան, որ այդպիսի բան չկա։ Ես ճիշտ է, այս համակարգերը ներսից չգիտեմ, բայց այդպես կողքից գուցե նաև այդ իդեալականության մասին պատկերացումներն են, որ երբ որ իմանում ես, որ տենց բան է եղել, ասում ես, բայց ոնց կարա տենց բան լինի։ Հետո հաջորդ քայլով ասում ես, ի՞նչն եմ ես սխալ արել, որ այդ բանը տեղի է ունեցել, այսինքն ինչը այն չենք արել, որ այդ բանը տեղի է ունեցել, եւ այս առումով ես կարծում եմ, որ մենք այս իդեալի եւ հուսահատության բալանսից պետք է մի քիչ ավելի դուրս գանք եւ հասկանանք, որ միևնույնն է իդեալական վիճակներ չեն լինելու, մենք ուղղակի պետք է ունենանք վճռականություն, որովհետեւ այստեղ այս իդեալի հուսահատության բանը ինչով է կարեւոր, որ երբ որ դու այդ իդեալի ձգտման մեջ ես, դու 100%-անոց էներգիա ես ներդնում, բնականաբար, երբ որ այս երկրորդը գալիս է, մարդկոցը ոնց որ նստում է, ու մի տեսակ կանգ է տեղի ունենում եւ այդ կանգի արդյունքում բացթողնված ժամանակը ավելի մեծ բան է բերում, խնդիր է բերում, քան այն ժամանակը, երբ որ դու 100% արագությամբ շարժում ես։ Մենք պիտի բալանսավորենք, հասկանանք, որ այնուամենայնիվ ինչքան էլ իդեալի ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու իդեալին, այլ մեզ պետք է հստակ կանոնակարգված եւ արդյունավետության բարձրացման վրա աշխատել։ Ինչ տարբերություն կա երրորդ եւ չորրորդ հանրապետությունների միջև, վարչապետը տեսաուղերձով պարզաբանել է։ Շատերը հարցնում են, թե ինչ տարբերություն երրորդ հանրապետության եւ չորրորդ հանրապետության միջև։ Իսկ տարբերությունը հետեւյալն է՝ երրորդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չորրորդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ Երրորդ հանրապետությունում սահմանադրության ժողովրդի ազատ կամ արտահայտմամբ եւ քվեարկությամբ ընդունված լինելը խիստ կասկածելի է, չորրորդ հանրապետությունում նման կասկած ընդհանրապես պետք է չլինի։ Երրորդ հանրապետությունում իշխանության պատկանելը ժողովրդին հարաբերական է եւ ֆորմալ, չորրորդ հանրապետությունում պետք է լինի հստակ եւ անառարկելի։ Եվ ի վերջո երրորդ հանրապետությունը
հայրենիքի մասին երազելու, հայրենիք փնտրելու, երազանքի հայրենիք փնտրելու մասին է, Չորրորդ հանրապետությունը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է եւ հայրենիք փնտրելու կարիք չկա։ Հանրապետության նախագահն ընդունել է իտալացի ճանաչված արվեստի քննադատ, արվեստի պատմաբան Ֆրանչեսկո Գալո Մացեոին։ Պատմաբանը Հայաստանում է քանդակագործ Վիգեն Ավետիսյանի ուղեկցությամբ դասախոսությունների համար։ Վահագն Խաչատուրյանը կարևորել է միջազգային փորձի եւ գիտելիքի փոխանակման հնարավորությունը, ընդգծելով, որ նման շփումները նպաստում են հայ երիտասարդության մասնագիտական աճին, աշխարհայացի ընդլայնման ու ստեղծարար մտածողության զարգացմանը։ Ֆրանչեսկո Գալո Մացեոն ասել է, որ Հայաստանի հանդեպ իր հետաքրքրությունն ու սերը ձևավորվել են դեռ տարիներ առաջ։ Նա խորապես տպավորված է հայկական արվեստի յուրահատկությամբ, մշակութային ժառանգության հարստությամբ եւ մեր ժողովրդի պատմական դիմակայությամբ։ Խոսելով Հայաստանի ներկա օրերի մասին, իտալացի արվեստաբանն ընդգծել է, որ ոգևորված է մեր երկրի խաղաղության հաստատման ուղղված ջանքերից եւ մաղթել խաղաղություն, զարգացում ու բարօրություն Հայաստանի ժողովրդին։ Շարունակենք, մինչև տարեվերջ Երևանը կունենա խելացի ժամանակացույցով մոտ 40 կանգառ, որտեղ հնարավոր է տեսնել ավտոբուսների ժամանման րոպեն։ Քաղաքապետն է հայտարարել, պատասխանելով երևանցիների հարցերին։ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև քաղաքի դիմակիցն այլանդակող կառուցապատումներին, քաղաքաշինության նորմերին ու ճոպանուղիներին։ Սիրելի երևանցիներ, այսօր պատասխանում եմ ձեր տված հարցերին։ Երբ են արգելվելու Երևան քաղաքի դիմագիծը այլանդակող կառուցապատումը եւ ինչպես եք ծրագրում վերադարձնել Երևանին իր պատմամշակութային տեսքը։ Երևան քաղաքում դուք երևի թե հաճախակի տեսնում եք, որ պատմամշակութային հուշարձաններին կից կցակառույց տգեղ շինությունները մենք պարբերաբար քանդում ենք։ Քանդում ենք, որովհետև հիմնականում այդ կառույցները լինում են ոչ օրինական, ինքնակամ շինություններ, եւ մենք ունենք այդ հնարավորությունը նմանատիպ աշխատանքներ իրականացնելու։ Նմանատիպ քանդումներ դուք տեսել եք վստահաբար վերջերս Աբովյան փողոցի վրա, որտեղ որ ամբողջ այդ կցակառույցների գիծը մենք քանդեցինք։ Երբ կանգառներում կլինեն ժամանակացույցներ։ Իրականում այսօր էլ կանգառներում մենք ունենք ժամանակացույցներ, ուղղակի այդ կանգառների քանակը քիչ է։ Երևան քաղաքում մինչև այս տարվա վերջ մենք ունենանք մոտավորապես 40 կանգառ, որտեղ որ դուք կտեսնեք ավտոբուսների ժամանման րոպեները, իսկ մինչ այդ առաջարկում եմ օգտվել Yandex հավելվածից, որտեղ որ ամբողջապես այս ինֆորմացիան տեղադրված է։ Խնդրում եմ ավելի շատ լսեք ոչ սովետական ուրբանիստներին։ Ժամանակակից քաղաքաշինության նորմեր են մեզ անհրաժեշտ։ Տգեղ է օրինակ, որ գրեթե բոլոր պատմամշակութային շենքերը օթորակիչներով աղավաղված են։ Իրականում մեր պատմամշակութային հուշարձանները տարատեսակ կցակառույցներից բացի, այո, նաև լինում են աղավաղված օթորակիչներով եւ նմանատիպ այլ սարքավորումներով։ Մեր Երևանի թիմ նոր օրենքի նախագծով մենք կարողանում ենք կարգավորել բոլոր այս հարցերը եւ իրականում պարտադրել սեփականատերերին նոր լուծումներ գտնել այս շենքերի համար։ Բարև ձեզ։ Երևան քաղաքում լինելու են ճոպանուղիներ։ Այո, վստահաբար լինելու են։ Այս պահին մենք գտնվում ենք մրցութային փուլում եւ շուտով նաեւ կունենանք այդ մրցույթի հաղթողին։ Ազգային ժողովի մոտ ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն Միքայել arczepiskopos Աջապահյանի։ Հավաքվածները հայտարարել են, որ քաղաքական հավակնություններ չունեն, պարզապես ընդդիմությանը կոչ են անում միավորվել ու հեռացնել վարչապետին։ Մոտ 1 ժամ նստածույց են արել, ապա հեռացել, խոստանալով, որ առաջիկայում այլ նախաձեռնությունների են դիմելու։ Մենք որևէ ձևով չենք ուզում լինել քաղաքական ուժ, ոնց որ ոմանք սկսում են հիմա մեզ ներկայացնել։ Չենք ուզում լինել քաղաքական գործիչ։ Մեր ակցիաները ուղղված են դրան, որ ցույց տանք, որ a. հասարակությունը, ոչ թե քաղաքական ուժերը, այլ հենց բուն հասարակությունը, пассив չէ, եւ հասարակության վառ ներկայացուցիչներ, ինչպիսին մենք ենք, դեմ են այս ամբողջի։ Սա մեկ, որպեսզի Նիկոլի համար դաս լինի, որ միայն քաղաքական ուժերը չեն իր դեմ, ոնց որ ինքն է համարձակվում ներկայացնել։ Եվ երկրորդը, այս անգամ երկրորդ նպատակը մեր այս ակցիայի, նաև վերջապես կոչ անել ընդդիմությանը միավորվելու եւ լուրջ քայլերի անցնելու, որովհետեւ մենք պնդել ենք, պնդում ենք եւ առաջիկայում դեռ շատ ավելի ակտիվ կպնդենք, որ ընտրությունները հանցագործի համար չեն։ Հանցագործը չի կարող մասնակցել ընտրությունների։ Հանցագործը, ինչպես ասվում է հին հայտնի կինոյում, հանցագործը պետք է նստի բանտում, այլ ոչ թե մասնակցի ընտրությունների։
Եվ այսպես վարչապետը Բրյուսելում մասնակցել է համաշխարհային դարպասներ երկրորդ համաժողովին, որին ներկա են եղել նաև մեկ տասնյակից ավելի երկրների նախագահներ ու վարչապետներ։ Ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների ու այդ համատեքստում խաղաղության խաչմերուկ նախագծի մասին։ Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական շարժընթացի պայմաններում մեր խաղաղության խաչմերուկի գաղափարն իրականություն է դառնում, ունենալով ողջ ներուժը ոչ միայն հարավային Կովկասում, այլև շատ ավելի ընդգրկուն աշխարհագրությամբ ամբողջ դինամիկան փոխելու համար։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ժամանակ նախագահ Թրամփի աջակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը ի թիվս այլ հարցերի համաձայնության եկան տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ, հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անձեռնամխելիության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։ Ավելին, Հայաստանը և Միացյալ Նահանգները երկուստեք որոշվելիք երրորդ կողմերի հետ համատեղ կիրականացնեն Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը, որը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանում և դրանից անդին կապակցվածության ամրապնդման վրա, ամբողջովին համահունչ լինելով խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տեսլականին։ Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե քաղաքականապես, թե լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչնդոտ կապակցվածության մեջ։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը, որը հայտնի է նաև որպես TRIP ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծատիվ հնարավորություններ է բացում երկաթուղիներից մինչև էներգետիկա։ Հետևաբար Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրոպական միության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում շատ ճիշտ պահի, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև, խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործակցությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։ Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խոր և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես համաշխարհային դարպասներին, Սևծովյան ռազմավարությանը, միջին միջանցքին, անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց։ Համաժողովի շրջանակում վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ, քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Լյուքսեմբուրգի վարչապետի հետ։ Վարչապետն ու Լյուկ Ֆրիդենը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն գործակցության խորացման շուրջ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու գործակցությունը։ Երբ է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն է պատասխանել հարցին, նշել, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում փոխնախարարն ասել է, որ Հայաստանը ստացել է խաղաղ ապրելու և կոմունիկացիաներն ապաշրջափակելու հնարավորություն։ Հանրությունն այդ մասին պատշաճ կտեղեկանա։ Ադրբեջանի փոխարեն գնահատական տալ չի կարող, բայց ցիտել է Վաշինգտոնի հայտարարությունները, նաև պատասխանել հարցին, ինչու է Ալիևը շարունակում կիրառել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է հնարավորություն խաղաղ և կայուն տարածաշրջան կառուցելու և սկսել է այդ գործընթացը, և մենք նաև ստացել ենք հնարավորություն ապաշրջափակելու բոլոր կոմունիկացիաները մեր ռեգիոնում, ինչի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում մեր ամերիկացի գործընկերների հետ։ Քննարկումներ են ընթանում, երբ որ կլինեն հստակ հանգրվաններ, վստահաբար դրա մասին հանրությունը պատշաճ կարգով կտեղեկանա։ Մենք հույս ունենք և վստահություն ունենք, որ գործընթացը կգնա դրական ուղով և այն ընդհանուր դինամիկան, որը տեսնում ենք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած հանդիպումից հետո, դրական ենք գնահատում։ Կառավարությունը կտրամադրի մինչև 50% չափով բյուջետային երաշխիք խաղող մթերողներին աջակցելու նպատակով։ Նախագիծը նիստում ներկայացրել է էկոնոմիկայի նախարարը, նշել, որ առաջարկվում է գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարել լրացումներ, ըստ որոնց խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի
30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024-ին արտահանված արտադրանքի արժեքը։ Նախագծով առաջարկվում է գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում կատարել լրացում, ըստ որի խաղողի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 25 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 25 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 24 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։ Երկրորդ, հաստատել ծրագրի շրջանակում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը, ըստ որի բյուջետային երաշխիքները տրամադրվում են առանց ապահովման լրացուցիչ միջոցների, առավելագույնը մինչև 27 ամիս մարման ժամկետով։ Շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը։ Նախագծով սահմանված է նաև, որ խաղողի վարկեր ներգրավելու համար խաղողագործների հետ կնքվող պայմանագրերի մինչև սեպտեմբերի 1-ը սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։ Նախագծի ընդունման արդյունքում ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողներին լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների ապահովելու նպատակով, ինչպես նաև հնարավոր կլինի մթերումների ընթացքում կնքել պայմանագրեր այն խաղողագործների հետ, ովքեր դեռևս մթերման պայմանագրեր չունեն։ Հարկ է նշել, որ ընթացիկ տարում արտադրված խաղողի համախառն բերքը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Խաղողի մթերումները սկսվել են օգոստոս ամսվա 3-րդ տասնօրյակից, մթերումներ են իրականացվել շուրջ 50 մթերման կետերում, այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167,000 տոննա խաղող, նախորդ տարվա նույն օրվա 147,000 տոննայի համեմատ, այսինքն 20,000 տոննա արդեն ավել է մթերվել։ Եվ նախատեսվում է, որ պլանավորվում է, որ մինչև 200,000 տոննա այս տարի խաղող կմթերվի։ Այսքանը խնդրում ենք հաստատել։ Շնորհակալություն, պարոն Պապայան։ Կարծում եմ մեկ կարևոր պարզաբանում նույնպես պետք է ավելացնել, մենք եթե ես ճիշտ եմ հիշում, այս գործիքը արդեն 5 տարի է կիրառում ենք։ Առնվազն եւ սա մի կողմից շատ կարեւոր է, որ մեր մթերող կազմակերպությունների համար լուծումը խաղողի մթերման համար անհրաժեշտ վարկերի ներգրավման հարցը, որովհետեւ կառավարության երաշխավորությամբ բանկի համար լրացուցիչ երաշխիք է, որ այդ վարկերը կսպասարկվեն, բայց ես ուզում եմ նաեւ մենք բարձրաբանենք այն կարեւոր կողմը, որ սա մեծ չափով օգնելով այդ կազմակերպություններին այս տարիների ընթացքում իրենց բնականոն գործունեությունը ծավալելու եւ գյուղացիական տնտեսությունից, ինչպես դուք եք նշում, ամբողջ ծավալով մթերումներ իրականացնելու համար, նաեւ մյուս կողմից այս վարկերը այս ամբողջ ժամանակահատվածում սպասարկվել են ամբողջ ծավալով եւ երբեւե առիթ չի եղել կամ անհրաժեշտ չի եղել, որ կառավարության կողմից նախապես հայտարարված երաշխիքները կիրառվեն։ Այսինքն չենք ունեցել այնպիսի դեպք, որ կառավարությունը ստիպված լինի իր երաշխիքների ուժով առևտրային բանկերի նկատմամբ մարել այնպիսի վարկային պարտավորություններ, որոնք ներգրավված են եղել խաղողը մթերելու համար։ Այսինքն կարող ենք ասել, որ գոնե առ այսօր սա այն արդյունավետ գործիքներից մեկն է, որ մի կողմից օգնել է, որ մեր կազմակերպությունները անհրաժեշտ չափով վարկային ռեսուրսներ ներգրավելով ապահովեն խաղողի բնականոն մթերումների ընթացք, եւ մյուս կողմից մենք չենք ստեղծել այնպիսի ռիսկեր, որ կարող էին լրացուցիչ ֆինանսական ծախսեր կրելու առիթ դառնալ։ Մի կարևոր հավելում եւս մթերումներին աջակցող պետական միջոցները նաեւ օգնում են, որ ֆերմերները իրենց գումարները ժամանակին ստանան։ Մենք գիտենք անցյալ տարի եւս մեկ փոփոխություն էինք իրականացրել, որտեղ գյուղացիական տնտեսություն կամ ֆերմերներին վճարվող գումարը պետք է կատարվեր 30 օրվա ընթացքում եւ եւս մեկ նախաձեռնություն էկոնոմիկայի նախարարության կողմից, որ ընդունվեց ազգային ժողովում, այլևս 30 օրից հետո եւս 30 օրվա գրեյս ժամանակ ունեն, բայց մի պայմանով, որ իրանք գյուղացիական տնտեսություններին որոշակի հավելավճարումներ կտան, այսինքն մենք այդ դեպքում որևէ մեխանիզմ չենք կիրառի, բայց հիմա վիճակագրություն նայում ենք բավականին լավացել է, այսինքն ֆերմերները իրենց գումարը
ստանում են ժամանակին եւ հորդորում եմ եւս մեկ անգամ տնտեսվարող սուբյեկտներին եւ մեր ֆերմերներին, որովհետեւ նախ փաստաթղթավորումը լինի գրավոր պայմանագրի վրա, ավելի լավ է դա լինի անկախիկ վճարումների միջոցով, եթե այդպեսին հնարավոր է եւ ժամանակին կատարվի։ Շնորհակալ եմ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի եւ մյուս 17 մասնակիցների գործով դատական նիստը։ Հիշեցնեմ, դատավորը երկարաձգել էր Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ մի քանի անձանց կալանքը։ Ըստ մեղադրական եզրակացության Սրբազանին մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով սահմանադրությամբ թույլ տրված եղանակներով իրագործել շարժման առջև դրված իշխանությունը ստանձնելու նպատակը 2024-ի նոյեմբերից նպատակադրվել է այն իրագործել սահմանադրությամբ չթույլատրված եղանակով եւ շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ։ Նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Ակնհայտ է, որ եւ հանրային մեղադրյալները եւ մեղադրողները եւ դատավորը իրականացնում են վերևից եկած իսկ ավելի կոնկրետ Հայաստանի Հանրապետության հենց կոնկրետ վարչապետի հրահանգը։ Գիտեք, բնական է, որ որևէ մեկը իրեն լավ զգալ չի կարող այն վայրում, որտեղ գտնվում է, առավել եւս երբ որ ինքը չգիտի ինչ հանցանք է գործել, հա, որովհետեւ իրականում որևէ հանցանք չկա, թե ինչ որ հիմա փորձում են այսպես ցույց տալ կամ ձևակերպել։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ իմ գործընկերոջ Դավիթի Գալստյան հոգեվիճակը լրիվ կայուն, որևէ խնդիր ինքը այդ առումով չունի, նույնիսկ դուք տեսնում եք դատավարությունների ընթացքում ինքը ժպտում է անընդհատ, գլուխը բարձր, հպարտ, որովհետև մարդ ով գիտի, որ իր պայքարը, իր այսօրվա տառապանքները նաև հանուն հայրենիքի են, եւ դա նույնիսկ չգիտեմ չափելի չի այն ինչ որ տեղի է ունեցել պատերազմի ժամանակ, այն ինչ որ տեղի է ունեցել հայրենիքի համար պայքարի ժամանակ։ Ֆիզիկական, այսպես առողջական վիճակը փառք Աստծո նորմալ է պարոն Գալստյանի, բոլոր առումներով սա եւս պայքար է եւ պատերազմ է, որի մեջ հիմա ինքը գտնվում է։ Եվ այսպես Տաջիկստանում կայացել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, վարչապետը տեսանյութ է հրապարակել։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, անդրադարձել Վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Премьер-министр Республики Армения Никол Ваваевич Пашинян. После конфликта, причинившего огромные человеческие страдания, Մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո մեր ժողովուրդների համար վերջապես ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ, հիմնված միջազգային սահմանների անկախտելիության եւ տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ եւ երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում եւ բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում եւ ապագայում։ Նույն հռչակագրում մենք Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներս վերահաստատեցինք ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարեւորությունը հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Նաև արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ TRIP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ TRIP նախագիծը Հայաստանին հնարավորություն է տալիս երկաթուղային եւ այլ տրանսպորտային կապ ունենալ ԱՊՀ անդամ պետություն
Ադրբեջանի եւ ԱՊՀ մյուս անդամ պետությունների հետ։ Սա նշանակալի փոփոխություն եւ հանգամանք է, որը անկասկած կնպաստի ԱՊՀ շրջանակներում տնտեսական կապերի ամրապնդմանը եւ կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ Թրիփ նախագիծը բացում է արտահանման եւ ներմուծման նոր հնարավորություններ նաեւ ԱՊՀ երկրների համար։ Ուրախ եմ տեղեկացնել ձեզ այս ամենի մասին։ Չնայած հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստան-Ադրբեջան օրակարգի հարցերը սպառվել են։ Մենք դեռևս պետք է հաստատենք փոխադարձ առևտրային, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր, լուծել հումանիտար խնդիրները եւ սա հեշտ գործ չէ, հաշվի առնելով երկարամյա թշնամանքի պատմությունը։ Սակայն հաստատված խաղաղությունը մեծ վստահություն է տալիս, որ այս հարցերն աստիճանաբար կլուծվեն։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ։ Էմոմալի Ռահմոնը ողջունել է վարչապետի այցն ու նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղված հարցերը։ Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, հավելելով, որ կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմաոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին եւ տարածաշրջանում գործակցության մթնոլորտի ամրապնդմանը, թրիփ նախագծի եւ խաղաղության խաչմերուկի իրականացմանը։ Էմոմալի Ռահմոնը հայտնել է երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին առավել հանգամանալից դիտեք թողարկման վերլուծական հատվածում։ Շարունակենք բողոքի ակցիայի անցկացվել դատախազության մոտ հաջակցություն կալանավորված Արսեն Ղուկասյանի։ Նրա եղբայրը զոհվել է, եղբորորդին պատերազմում անհետ կորել։ Լրագրողների հետ զրույցում Սերգո Գալստյանը նահատակված Լևոն Գալստյանի հորեղբայրը հայտնել է, որ Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում։ Որդին էլ նշել է, որ հոր մեքենան խուզարկել են, ոչինչ չեն գտել, տարել են ձեռնափայտն ու հեռախոսը։ Դատախազության մոտ էր նաև Ղուկասյանի մայրը։ Հիշեցնեմ, Ղուկասյանն ու մի շարք այլ քաղաքացիներ Պաշտպանության նախարարության մոտ հանդիպում էին պահանջել գերատեսչության ներկայացուցչի հետ քաշքշուկեր եղել։ Միջադեպից օրեր անց Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել էր խուլիգանության համար։ Փաստաբանը վստահեցնում է, որ Ղուկասյանը ոչ մեկին չի հարվածել, որևէ մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել, երբ նկատել է ծնողներից մեկին հարվածել են, ձեռնափայտը ճոճելով այն կողմ է գնացել։ Արսեն Ղուկասյանը պատերազմի ընթացքում կորցրել է իր եղբորը։ Իր կալանավորման օրը 5 տարի առաջ վերջին անգամ տեսել է իր նահատակված եղբոր որդուն, որը հիմա անհայտ է։ Ոչ ԴՆԹ կա, ոչ գերիների ցուցակում կա։ Ինչ անի մարդը չպայքարի այդ երեխու համար։ Ինքը ոնց կարա գնա խնկարկի իր աղբոր Շիրիմին, որ ասենք նստի տունը սպասի տենալ, ինչ են անում այս պետությունը։ Տեր մեկ էս պետության ստերը, տեր մեկ էս պետության փնթի կարգավիճակը։ Հիմնավոր են ինչ որ հանձնաժողով են կազմակերպում, որը որ որոշում էր համ քառօրյա, համ 44-օրյա պատերազմը։ 10 ամիս հետ պատերազմյան շրջանում գտնված մարդկանցից, եթե ոչ մի բան չեն համագործակցում նյութ չունեն, իրանք երկորում ոնց հասկացալ այդ հանձնաժողովը կազմակերպես կամ նույն բնեի դիմաց։ Քանի օրա տված է իրանց Հենց հաջորդ օրը բերեցինք ստեղծները տվեցինք իրա, որ նայեք, այս էպիկրիզը, այս օրենքի բացառող կետերը, որ չի թույլատրվում, այս մարդուն խափանման միջոց է, կալանքն է, պատժամիջոցն է, ու մենակ կալանքը։ Ես ի վիճակի չեմ արդեն, իմ վիշտը, իմ ցավը այնքան մեծ է, ես ասում եմ, համեմատությունը լավ չի, բայց դարել եմ են կկվի օրն եմ ընկել, որ ձագերին տանում մեկ ուտում են, հիմա վերջինը մնացել անգել են այդ երեխուս հետևից, վատառողջ տղա է, ես եկել եմ ներկայացրել եմ ամբողջ ամսի 7-ին դիմումը տվել եմ, այսինքն ձգձգվում է, ես այսօր էլ եմ ասել իրենց հեռախոսով, ոնց կարելի է, որ այդքան ժամանակ ասենք ձգձգում եք, ինչի անպայման պետք է մի վատ բան լինի, հա, ինչ եք ուզում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խափանման միջոց 30 միլիոն դրամ գրավը մնաց անփոփոխ, իսկ բացակայելու արգելքը վերացվեց։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվել է քրեական գործի քննությունը, որը վերաբերում էր նրա պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Նիստից առաջ Սերժ Սարգսյանը կարճ պատասխանել է լրագրողների մի քանի հարցի, նաև անդրադարձել Արման Թաթոյանի ուժին եւ խոսակցություններին, թե մարդիկ նախկին պաշտպանին ասոցացնում են իր հետ։ Իսկ նիստից հետո փաստաբանն է մանրամասներ ներկայացրել, Էդուարդ Շարմազանովն էլ անդրադարձել է վարչապետի հայտարարություններին ու բանավեճի առաջարկին։ Ոչինչ դիտարկում կարող եմ անել։ Նոր նախաձեռնությունների հետ մարդիկ կարող են, չգիտեմ, բաժակ նայել եւ ենթադրություն են արել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներում, տարբեր խմբավորումներում։ Ինչ վերաբերում է նոր նախաձեռնություններին, ես բոլորին հաջողություն եմ մաղթում։
Պարոն նախագահի նկատմամբ գիտեք, որ 4 քրեական գործ է քննվում եւ տարբեր քրեական գործերով տարբեր խափան միջոցներ կան կիրառված։ Ուրեմն այսօրվա ռեժիմը այդ խափան միջոցները կիրառում է, պահպանում է եւ բոլոր տեսակի անհարմարությունները ստեղծում է պարոն նախագահի համար, այդ մասով հանգիստ եմ։ Ես փաստերը բառացի ներկայացեցի Փաշինյանի ընթերցածը Սերժ Սարգսյանի ժառանգությունը։ Հիմա դուք բոլորդ տառաճանաշ մարդիկ եք։ Ըտե շուրջ ինչը բանավիճեմ։ Եթե այդ մարդն ասում է Սերժ Սարգսյանից փոխանցել է մի փաթեթ, ըստ որի Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով։ Ըստ որի Քելբաջա Լաչին մնալու են հայկական վերահսկողության տակ, ըստ որի մինչև վերջնական կարգավիճակը ԵԱԿ-ի ՄԱԿ-ի հովանու ներքո ժամանակավոր կարգավիճակ է տրվելու Արցախին, որպեսզի կենսագործունեությունը Արցախի իշխանությունների եւ Արցախի ազատ կենսագործունեությունը ապահովվի։ Այսօր ինչ արել Նիկոլը։ Այսինքն Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ աշխարհը ճանաչում է դե ֆակտո Արցախը, մինչև նույնիսկ վերջնական հանրաքվեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեր Արցախյան պայքարը սարքել է սեպարատիստների պայքար, սաղից սարքել է օկուպանտ, ու որպես օկուպանտ ու սեպարատիստ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր Ալիևի հետ մի մասի նստել են դատում, մի մասի ընդդեմ են դատում։ Ինչն է բանավիճում։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքի թիմ ընտրություններում ընդդիմադիր հաղթանակ դաշինքի ներկայացուցիչը բարձրաձայնում է իր խոսքով քաղաքացիական պայմանագրի ճնշումների մասին։ Լրագրողների հետ զրույցում դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանն ասել է, որ ճնշումներ են գործադրում, աշխատանքից ազատում են պետական համակարգից այն աշխատողներին, որոնք առնչություն ունեն ընդդիմադիր թեկնածուների հետ։ Արդեն բավականին թեժացել է, չնայած նա որ պաշտոնական քարոզ արշավը լինելու է հոկտեմբերի 22-ին, բայց բավականին թեժացել է հենց ԿՊ-ականների կողմից, ինչ ֆորմատով ամենօրյա ճնշումներ պետական ապարատի, մեր թիմակիցների տարբեր մարդկանց, այդ մարդկանց բարեկամների վրա են մեծ ճնշումներ գործադրում, ովքեր պետական աշխատանք ունեն կամ մասնավոր բիզնեսներ ունեն։ Մենք ժամանակի ընթացքում մի քանի օրից մանրամասն կխոսենք, նաև փաստերով կներկայացնենք, բայց այդ ամեն ինչը սկսվել է հենց ինձանից եւ իմ հարազատներին, բարեկամներին բոլորին պետական աշխատանքից ազատել են։ Ընտանիք կա, որ 2 հոգու են ազատել։ Պարոն Խաչատրյան, կասեք ձեզ որ ուժերն են սատարելու։ Արդեն հայտնել է, որ դաշնակցությունը ձեզ կսատարի, ուրիշ։ Դաշնակցության հետ առաջ աչակենտրոն կուսակցությունը, որի գործադիր կոմիտեի նախագահն ես եմ, մենք միասին դաշինք ենք կազմել, մասնակցելու ենք ընտրություններին, այլ քաղաքական ուժերի մասնակցության մասին, սատարելու մասին այս բանը չեմ կարող ասել, որովհետև իրենք իրենց հայտարարությունները կանեն, մենք կիմանանք։